Եվ պարոնայք, երեկոյի հաղորդավարներ Գարիկ Բապոյան և Ռոբերտ Մարտիրոսյան։ Բարի երեկո, կասկածելի երեկոն է եթերում, լավ տրամադրված ենք բոլորս, որպեսզի այսօր հաղթանակը վերջապես վերջին անարդարություններից հետո ետ վերադարձնենք այն թիմ, որտեղ այն պատկանում էր ի սկզբանե։ Պատմական հաղթանակ։ Շանսերը կամաց պակասում են։ Ավելանում է։ Բայց դա սրտիկները սրտանց ուզում է։ Այս վերջինը թարգմանեցի, որ ասցի։ Ավելանում են։ Սա դա սրտիկների կոմբո է մտել, այո, զմայլիկները ուղարկում է բոլորիս ինձ թվում է։ Ես միանգամից ասեմ, որ խոսացող տղան Ռոբերտն է Մարտիրոսյան, ով հիմա կներկայացնի հյուրերին։ Սիրով, շատ սիրով կներկայացնեմ իմ հյուրերին, նա կանոնահարուհի է, կարելի ասել իմ ճանաչած, ես ճանաչում եմ կանոնահարուներ կան, Հասմիկ Լեյլոյան, ես գիտեի կանոնահարուհի 50 տարի բեմում, տեսել եք, որ բարեկամությունում այդ գովազդային պահանակը կա 50 տարի բեմում և 50 տարի է տեղ այդ պլակատը։ Ես ճանաչում եմ նաև կանոնահար դու էլ գիտես, վիտամինի ժամանակ հյուրեր եկեն, Նարեկ Գազազյան, մեզ մոտ մեզ ասել էր Գազազյան, որ մենք տենց ենք ոնց որ ներկայացրել, կամ սխալ, եկել և իմ ճանաչած արդեն երրորդ կանոնահարուհին, դա, Էթերի Հովանիսյանն եկեք, բարձր ծափահարենք։ Էթերին, ես լուրջ շատ եմ սիրում կանոնի ելևեջները հաղորդումից հետո, խնդրում եմ, կսմիթավոր է, չէ ինքը, մենք միասին կսմիթենք։ Էթերի Հովանեսյան, 50 րոպե բեմում։ Հաղորդակոս, ինձ թվում է դու կհասնես բարձրունքների և Տիկին Լեյլոյանի և Նարեկի նման կդառնաս աշխարհահռչակ կանոնահարուհի։ Շնորհակալ եմ, Ռոբերտ։ Ասեք լավ ինքը բարեմաղթանք էր։ Լավ բարմաղթանք է, բնականաբար շատ։ Ես չեմ ուզում, բայց լուրջ չես ուզում, խնդրում եմ ուրեմն կործանվի քո կանոնահարությունը, ես կներես, լուրջ եմ ասում վառվի կանոնը, տես տունը սոված լստես, եթե դա էր քո ցանկ, բայց ինչ ես ուզում դառնաս, ասա տես ներկայացնեմ, լուրջ բալիկ ջան, ամեն ինչ ճիշտ է։ ճիշտ է քաղաքում, իմ մյուս հյուրին ներկայացնեմ, մյուս հյուրը մեր էստրադայի, մեր շոու-բիզնեսի գեղեցկագույն մայրիկներից, տաղանդավոր երգչուհիներից, նրա բալիկները ուղղակի բացիկների երեխաներ են, որ կան ֆիրմա եվրոպական, ամերիկյան և բացիկներ, այդ բացիկների մեջ սիրուն, կապուտաչա երեխեք կան, այս թվում է այդ երեխեքին նա կենտանացրել է և պահում է, բարձր ծափարություններով Սիլվա Հակոբյան։ Միջայլոց կարող եմ միջամտել։ Այո։ Այս թեմայի շուրջ, քանի որ ես անձամբ ծանոթ եմ Սիլվայի բալիկներին, ասեմ, որ իմ տղային, Գրիգորին և Սիլվայի առաջին աղջկան, Միլային։ Բաշի քարտմա եկա։ Ոչ մենք տես բաներ չեն կանում դեմոդե։ Իրան շփոթում էին, շատ նման էին իրար։ Քո տղան Սիլվայի աղջկան։ Կամ Սիլվայի աղջիկը իմ տղային, դա կամ չունի, բայց երկուսն էլ ոսկեգույն, այսպես ալիքավոր մազերով և մեծ չաղկալ աչկերով։ Բրավո, լուրջ քո տղա, մեկ քո տղային կաստորիներով ես չեմ տեսել, կներես Շփոթել։ լուրջ եմ ասում, քանի տարեկան է, ես քանի տարեկան է։ Արդեն 5 կլինի։ Վայ, ուտեմ ես նրա, հասկացար դու արդեն։ Տես դու նրա, հեսա խաղը տես։ Լավ, վերջ, բալիկների կենացը։ Ես էլ սիրով ներկայացնեմ իմ հյուրերին, եթե թույլ կտաս, դե մի անգամից ոնց որ իմ հյուրը ինքը իրան ներկայացեց, երբ որ նա ձայնը լսեցին, արդեն հասկացան ով է այստեղ, այլ մեր տաղանդավոր երգչուհի, մեր միլիոն տարվա ընկեր, մեր մանկությունը և պատանեկությունը, հետևած մեր աչը ֆիքսած, դու Հասմիկի աչը քաշած ուրախացող մեր ընկեր, տաղանդավոր Հասմիկ Կարապետյանին եկեք բարձր ծափահարենք։ Կապուտաչյա երեխաների հեղինակ։ Կատարող։ Եվ իհարկե մեր հյուրին շատերը ճանաչում են իր ոլորտում։ Նա էլ իր ոլորտում է սելեբրիթի, ասեմ իմանաս։ Հապավի ոլորտը։ Ոլորտը այն ոլորտն է, որ երբ որ մեր խաղով մենք ծնոտիդ մի հատ ապտակենք, պետք է գալու նա
Դիմացնոտային վիրավոր Անի Սարգսյանը Գործիքներով Ռոբի վրա աշխատելուց բոլորս կտեսնենք։ Լավ էր, ես հուսամ դուք ունենաս Անիի կարիքը։ Կարևոր չի, կարևոր Անին գործ ունենա, ես իրականում բան։ Հասկացա։ Իմ ծնոտը, քո ծնոտը, մենք իմ Ռոբի ծնոտի մեջ մենք տարբերություն չենք։ Դե ինչ Գարիկ ջան, կծանոթացես առաջին փուլի կանոններին եւ մենք սկսենք։ Սկսեցինք։ Առաջին փուլը։ Փուլը, որտեղ մասնակիցները իրենց արժև դրված թերթիկից կարդում են պատմություն։ Նայեք, թերթիկի վրա կարող է լինել պատմություն, որը իրոք նրանց հետ պատահել է, բայց կարող է լինել պատմություն, որը նրանք առաջին անգամ են կարդում։ Բայց մեկը այնպես պիտի խաղան, որ դիմացինը չհասկանա այդ պատմությունը իրոք նրանց հետ պատահած պատմությունն էր, թե նրանք ստում են հենց այդ։ Այսինքն եթե այդտեղ սուտ է, դու պետք է հենց խաղաս, որ հավատամ, որ ճիշտ է։ Ապրես։ Այ հասկացա։ Ես այս հաղորդումը իմաստը բռնել եմ արդեն։ Սում է Էթերի ջան, խնդրում եմ վերցրեք զգուշությամբ, որպեսզի նրանք չտեսնեն եւ ցույց տվեք վարպետությունը, ցույց տվեք որն է։ Պարզա։ Այո։ Կարդամ։ Ամեն ինչ պիտի Ռոբից չհարցնես, մի անգամից ասեմ։ Ռոբի մանկության քրաշն է։ Մի րոպե։ Նա տենան կեսեր եղու խնդիրները եւ բանից ասում։ Մի րոպե, հələ սպասի։ Ո՞ն ասեմ։ Ում ասում եմ, ոնց կարա Ռոբը քրաշ լինի։ Լավ, լուրջ ես ասում, բայց կարող եմ։ Բարը լուրջ ես ասում, ես քրաշ եմ։ Եթերի ջան, ես կպաշտպանեմ Ռոբին։ Հասա։ Կար ժամանակ, Եթերի ջան, որ ինքը քրաշոտ է։ Բայց քրաշոտ է, ավելի վիրավոր է, թե ի՞նչ է։ Քրաշոտը գիտես ի՞նչ է, խփած ավտոյոտ, էլի։ Քրաշված, էլի։ Կապույտ զուլալ աչուկներով։ Ո՞ց հիմա էլ է կապույտ։ Միակ բանա որ պահպանվել է։ Խամրել է։ Այդ ժամանակ sense լույս էր տալիս։ Եթե առանց ակտոստերի ես նայել, կարող է։ Բայց հենց հիմա էլի տես նորմալ է։ Մոտիկից նայել ես։ Չէ, բայց լուրջ եմ ասում, խամելա գիտես, որ շենքի ֆասադա ինքը բանը արևից բանը Չէ, փոփոխվել է մի քիչ։ Կատարակտը։ Մի խոսքով Էթերի ջան, շնորհակալություն, որ ես թեկուզ շատ Էթերի ուշ ինչքան է եմ։ տևել։ Մի հատ էս պատմություն եմ, ինչքան է տևել։ Մի 10 րոպե։ Քրաշը։ Տարիների պատմություն։ Բայց հիմա քրաշ չէ։ Օր տրավմա է հասցնում, միարա։ Բայց հիմա մի րոպե, հիմա քրաշ չէ, մի րոպե նայես։ Արի ոնց է։ Դա նույնն է ոնց է դուրս գան փողոց, տեսնեմ Ավրիլ Լավինը ոնց է հետ տալու։ Ավրիլ Լավինն է դու քրաշ։ Այ քրաշն է, նույն ժամանակ Էթերի ոնց որ քո կողմը վերցեց, էս Ավրիլեն։ Էթերի ջան։ Կարծացեմ։ Այո։ Մորաքրոջս տղայի ընկերուհու հետ առաջին անգամ ծանոթանալու օրը սուրճը դիտմամբ թափել եմ նրա վրա, որովհետև նա իմ դուրը չեկա։ Հորաքրոջը։ Մորաքրոջս։ Մորաքրոջ, հա, մորաքրոջ։ Մորաքրոջ։ Տղայի հետ ծանոթանալու օրը։ Ընկերուհին դուրը չեկավ։ Հա, ընկերուհուն բերել էր, որպեսզի ձեր հետ ծանոթացնել։ Դու սենց սրճով գալիս ես, որ տեսնես լավ աղջկա թե։ Տենց չէր եղել, իմ մորաքրոջ տղան ինքս տենց մի քիչ պահպանողական տղա է, ու սենց շատ ամաչկոտ, չի բռնում իրար հետ, բայց ինքը չէր ուզում ներկա լինել մեր հանդիպման օրը։ Ուզում էր սենց մեկ աղջիկներով մնանք բանման, որ սենց տեղեկություն քաշեի, իմանայի սենց քիչ աղջիկ։ Քաշնի։ Որ սենց ինքը դե հավանել էր, տեսել էր եւ այլն, ընկերություն են անում, իրական շատ քիչ են այդ ժամանակ ընկերությունը, մոտապես մի 2-3 ամիս, սենց ինձ ոնց որ ես շպիոն էի ուղարկված այդ հանդիպմանը։ Մենք շատ մոտ ենք մորաքրոջից տղայի։ Գնահատես ճիշտ եմ ընկերություն անում։ Հա, ինքը ասեց, իրան պետք էր ես մի քիչ սենց հասկանայի այդ ամեն ինչը։ Իրականում նկարով ինձ ահավոր դուր չէր եկել այդ աղջիկա, անկեղծ ասած, հիմա սուտ բան չասեմ։ Դե չէ, մենք հիշում ենք ով էր քո դուրը գալիս, դրա համար։ Իսկ կներես, Եթերի ջան, ինչի դուրը չէր գալիս։ Իսկ որ ռեալում տեսար, ինչի տենց այդ կարճի դուրը չէ։ Իրականում սկզբից դե համ մի անգամ իշամ տեսել բարև ձեզ սուրճ չէ։ Տենց չի եղել, չէ, մոտապես 15 րոպե հետո է։ Ահագին ընկերություն է գալիս։ Ահագին դիմացել եմ այդ աղջկան։ Չէ, իրականում անկեղծ իմ մոտ չկասեմ։ Անկեղծ ասա, էլի։ Անկեղծ 4 անգամ եմ ասում, կպակ որ էլ չասեմ։ Ինչքան ասում ես անկեղծ, այսքան չենք հավատում։ Չանկեղծ իրականում Ինչ ասեց որ իբր վայ սենց
Այսպես միամիտ նայեք ոնց էր։ Իրականում ես կարամ լավ ասեմ ոնց եղավ, ինչից այդ աչքը ոբշե sense վերջնական վրա ազդեց։ Ինձ sense շատ չեմ սիրում էլի, որ sense ֆինանսական հարցեր էր տալիս, բա որտեղ է աշխատել մինչև այդ, հիմա ավելի կայուն, դուք շփվում եք, դու չգիտեք ում հետ է շփվում, բա sense զգում եք, չէ՞, ինչ օծական վիճակ էր բռնած այդ աղջկա մոտ։ Հələ որ այս պատմության մեջ միակ օծը դու ես։ Անկեն ինձ համար հələ որ մենակ դու ես։ Վերջ աղջիկ ուզում եմ ինչ ընտանիքա գնում, սոված ամենալու չի, կարա ուսումը վերջացնի, չի կարա։ Իսկ կողմնակի եկամուտ ուներ Արտավազ Ջաջաներ, էլի։ Հայկական ֆիլմից մեջ բերում էր կներեք։ Աջան, ասա։ Կներեք, որ ոչ մեկ չէր նայել ֆիլմը։ Ես գիտեի რომ նայում են հայկական ֆիլմեր։ Դες մի խոսքով այդ հարցերից եւ այլն քանի գնում էր, sense երրում էր այդ սուրճը ձեռքս, ոնց որ սառը տվել էին, տաքացել էր արդեն։ Sense հապչին ու sense թափելը մեկ եղավ։ Իրականում sense Հապչի, ինքը պրշտոց է, ինքը fake պրշտոցի միջոցով շփել Բայց է։ կում արեցիր ու հապչի։ չէ, sense ձեռքիցս իբր Որտեվ sense տենց ավելի բնական է, ասենց հապչի։ Հապչի, բայց մի քիչ ուշ։ Հապչի, հավայ։ Մոռացա։ Էթերին միամտորեն է այդ սուրճը թափել։ Մարդը ասում է չէ ինքնաթափող է եղել։ միամտորեն չեմ Չէ, թափել, բայց հաստատ։ տենց ցույց եմ տվել, որ տենց։ Ստացվեց էլի, տենց չեմ կարծում դու։ Չէ, բայց մի բան ասեմ, ինքը այնքան པարզ հասկացա, որ ես այդ հատուկ եմ արել, բամ։ Ես պետքա Հասկացել գնամ, ճիշտն է, ասենց ինչ-որ վիճակ էր, շոտ տոքսիկ հանդիպում էր 10-15 րոպե բան, ասենց իրականում եղբորս հեռախոսը զբաղված էր ցույց տալիս դրանից հետո որ զանգում էինք, ինձնից շուտ էր ընկել։ Ու բողոքում էր։ Իսկ բաժանվեցին։ Իրականում անկեղծ ասեմ, հետո չեմ բաժանվել, ահագին տես մի Դիմա հարսա։ 4 օր էլ ընկերություն արի։ Արի մահարսա դա։ Ընդհանրապես 4 օր քեզ Չէ, իրական շուտ բրծանք այդ աղջկային, ճիշտ էր այդ բրծնելը, այո։ Հասկանալի է։ Չեք կարծում։ Ես կարծում եմ սուտ եմ, միշտ նույնը միտքը շատ էր կրկնում, կարծում եմ Ես էլ եմ մտածում որ սուտ է։ կարծում եմ սուտ է։ Կարծում եք սուտ է, հա։ Ահա։ Ինչ եք դուք կարծում։ Իմ կարծիքը հետո դու ասես։ Հա։ Հա, ես որպես մայրանալուց հետո մանկական հոկեբան դարձած հետո արդեն այլ առհասարակ հոկեբան դարձած անձնավորություն ըստ եթերի ժեստերի, պատմելու ինտոնացիաների եւ մտքի անընդհատ այսպես փոփոխություններ կար, անին ճիշտ է նկատել։ Չէ, բայց ես հաղորդման կներես ընթացքում Նա պետք է մի քիչ հոկեբանական մի մոլորես րոպե բաներ չես կարող մտցնես։ Դու հիմա Ես չեմ մտցնում։ դու ասես կարծում ես ճիշտ է։ Ինչ։ Ես չեմ գսում։ Ես ուղղակի իմ զգացողությունների մասին եմ խոսում։ Օրինակ անկեղծ ես այն սկզբում մտածում էի ճիշտ է, բայց ես չեմ կարծում։ Սկզբին հավատալու։ Էթերին այդքան բան լինի, տենց Աշնորհ։ լոյ տալ լինի, էլի տենց որ տենց անի ինքը։ Մի տեսակ ինքը բարի աղջկա տպավորություն է թողնում։ Նույնիսկ եթե դուրը չգար, մի քիչ ուրիշ ձևով դա Չէ, կարտահայտվեր։ տեղյակ չեք ինչ թարախ ասա։ Դե ինչ իմ թիմը ինձ Ես ամեն ինչ արեցի։ այո, ես էլ մենք երկուսով ամեն ինչ արեցինք, բայց այս պատմությունը սուտ է։ Էթերի ջան, Ճիշտ է, բայց սուտ է։ Իսկ այս պատմությունը սուտ է։ Ապրեք, ես էլ եմ ասել։ Չի կարա, էլի տենց լինի, չի կարա։ Լավ էր չասե։ Լավ պատմեցի, մալադեց, դաժե որ փոշմանեցի լիքը բանի համար։ այո։ Այո։ Բայց կարևորը շատ լավ էր, ճոտ Շատ լավ է։ Crash-ից սկսվեց։ Քրաշը սկսվեց, իրոք ես Բայց քրաշը ճիշտ էր։ Ես դրա համար մտածեցի, որ խնդիրներ ունի, էլի։ Չմաս լուրջ ես ասում։ Այս էկո ձեր հաղորդման սցենարիստներին այցելի որ Ռոբինսոն շատ եմ սիրում քրաշն է եղել։ Ի՞նչն է սիրել Ռոբի, առաջի ռեակցիան է։ Սցենարիստները ասում, բաղմանից ռադ կլինեն իրաստաներով։ Ոնց սենամ ես լծակներ ունեմ, սցենարիստները ուր է կարա։ Ոնց կարա Ռոբի ինչ-որ մեկի քրաշը լինի, ինչի կարա։ Էթերի ջան, չմտածես, ես ասեմ նույնիսկ 80-90 տարեկաներում լինելու եմ կնճռոտ քրաշը քո։ Այո, անթացուպով, ծեր, պրոթեզներով, բայց քրաշ։ Չի ուզում էլ։ Արա ուզում եմ, ոչ չի ուզում։ Մի անգամ Իրանում, Թեհրանում ինձ շփոթել են դավաճանության համար որոնվող պարսիկ կնոջ հետ ու պատրաստվում էին քարկոծել։ Օй, խնդրում եմ, զգուշությամբ դրեք, որ չտեսնենք։ Զգուշությամբ, որ չտեսնենք։ Այո, ահեն։ Իրանում դավաճան ինչ էր արել այդ կինը։
Դավաճաներ էր։ Դավաճաներ ամուսնուն հայրենիքը Ամուսնուն բնականաբար, որովհետև եթե տեղյակ ես, Կտունես քնել էր ուրիշ հայրենիքի հետ։ իրենք այսպես փոս են փորում, բավականին խորը, նույնիսկ այդ մասին ֆիլմ կա, եթե չեմ սխալվում։ Կնոջը մտցնում են, թաղում են եւ քարկոծում են այնքան շատ դաժան է, մինչեւ մահանա։ Դու մինչեւ փոս հասար։ Չէ, փոսին Բայց ոնց օրինակ դուրսը տեսան, հա, դուրսը տեսան քեզ, ոնց եղավ։ Դուրսը չտեսան, քանի որ այնտեղ բոլորը, այսինքն այդ վայրում, այդ անգլերեն թաղամասում, որտեղ որ մենք area։ Great։ Այդ թաղամասում ես, որ մենք գտնվում ենք, ասենք, մենք ման ենք գալիս համերգներից հետո։ Դեղը մանեկողներին քարկոծում են։ Չէ։ Ովքերով եք։ Ես գնացել էի Թեհրան Անդրեի հետ եւ այն ժամանակ Կարինե իր պրոդյուսերի։ Մենք ման էին գալիս, հենց կազմակերպիչներից մի ընտանիք կար, երկու քույրեր էին, Ալենուշ եւ Թալին։ Նրանք մեզ տարել էին Ալենուշ եւ Թալին։ Թալինը։ Էլոնուշ դուք։ Այդ վայրում, այդ թաղամասում ավելի տենց ավանդական մարդիկ էին ապրում, հանրություն։ Ով նկատես, լավ ուզում եմ ով նկատես, Նեսին։ Այնտեղ ուրեմն մենք Քրաշը դա է։ Տենց դաժան բաներ Քանի գնում համոզվում եմ որ ճիշտ էր որոշ։ Ինչ որ տենց What is? Ինչ ա եղել։ Ես ազդական հարցեր եք մեկ տասկում։ Հա, քրաշի շարունակություն։ Քրաշի հարցեր եք լուծում, խելոք չի պահում իրան։ Ասեք։ Մի խոսքով ես եմ որ ասում կարճա պատմեմ, որտեվ դուք լսելու ընդունակություն ոնց հասկացա երկուսը չդեք։ Բա խնդրում եմ չփորձես ասել։ Տղամարդիկ, որոնք նկատեցին ինձ այդպեսին, իրանցից մեկը շատ ավանդապաշտ, հետո ինձ ասացին, որ այդ մարդը ոնց որ այդ թաղամասում են, որ մենք ունենում ենք լիազորներ, այսինքն ինչ որ դեմքեր։ Ավանդապաշտության վարչության պետը։ Այո, նմանատիպ մի բան եւ իրենք շատ պահպանողական են այդ գլխաշորի հարցում, որի մոտ ասենք ծնկից, այսինքն ես Իսկ դու ոնց էր կարճ յուբկով էր։ Չէ, մի քիչ իմ հագու կապը այդ օրը չէր համապատասխանում իրենց ազգային մտածելակերպին եւ երկրին։ Լավ, հասանք է, բավ երբ ասեցին սա բանն է, այդ դավաճանն է։ Դե երկուսն էլ հասկանում են պարսկերեն, մեկ է տեսեք այդ մարդը որ ինձ տեսավ, սենց ինչ որ բաներ ասեց, դե ես չհասկացա, ինքուր սենց շատ ջղային ձայնով ինտոնացիա, դա սենց մոտարապես սենց բաներ։ 2 տարեկան երեխու է։ Մատով ինձ էր ցույց տալի, մեկ էլ Ալենուշն ասեց հաս, ասեց, խնդրում եմ գլխաշորը դիր։ Ու դու մի ասա։ Գլխաշորը դրել է, այդ դավաճանած կնոջը ավելի է նման։ Որովհետև ինքը էլի գլխաշորով է եղել, էլի, որտեղ որ չդներ կպրծներ հետո։ Մի խոսքով ինքը գնաց ինչ որ մարդկանց այնտեղ էլի տղամարդիկ կային, ինչ որ կանայք, երևի թե այդ տղամարդկանց կանայք են, ինչ որ մի հատ sense ամբողջ են հավաքել։ Քարերով եկան իրանք, քարերով։ Քարերով չէին, բայց ինչ որ այդ թաղամասում մի քանի օրեր առաջ ինչ որ մի կնոջ բռնացրել էր այդ տղամարդկանցից մեկը իր կնոջը դավաճանության վրա ու իրանք հիմա սաղ այդ խոսակցությունների մեջ էին։ Ինձ որ տեսել էր այս մարդը, թվացել էր այդ ես եմ։ Բայց ինչ բռնեցին մի անգամից Չէ, Թալինը եւ Ալենուշը իհարկե բացատրեցին, ասին որ մենք օտար երկրից ենք, ինքը ընդհանրապես կապ չունի։ Ալենուշը կարմիր գծի պես գնում էր այս բացացավ։ Ալենուշանը շատ գեղեցիկ կանն է, իդեպ ասեմ Թեհրանում շատ ընդունված։ Շատ սիրուն է։ Բայց լավ ոնց մի հատ այդ պատմի, ոնց վերջ ճիրաններից, այդ ճիրաններից ոնց դու ազատվեցիր եւ ապացուցեցիր որ դու քույրիկներով իրենք երբ որ հասկացան այս ինչա կատարում եւ ինձ ինչ որ մատնանշում են եւ այդպիսի բաներ են, կարծիքներ են իմ մասին, որ հենա ինքնա հլնայեք, աջավալաբալա ինչ որ պարսկերեն։ Ալենուշն ասեց, այն ինչ մի ասած, մի հատ sense ուրիշ մի հատ ոչ չեմ հիշի այդ բաբամ չէ, ասանք դավաճան չէ։ Պարսկերեն ինչ որ արտահայտություն։ Խոբի դոխուբա։ Այդ խոբ անընդհատ Թալինը sense խոբ լսեք ինչ եք դուք ասում, հա, լսեք ինչ եք դուք ասում, հո դուք աննորմալ չեք, ինչ որ sense ինքը իր պարսկերենով դե այնտեղ ծնված մեծացած հայուհիներ, Բայց ինչ էր անում, հեռախոսի մեջ ինչ որ բաներ էր, չէ՞։ Չէ, ես նենց էի փակվել վախից, որտեվ երբ որ ինձ Թալինը մոտավորապես բացատրեց ինչա կատարվում իմ ասենք վախճանը ոնց կա։ Ես այդ ժամանակ ուղղակի ամուսին էլ չունեի, հասկանում եք։ Անիմաստ պոստ էի գնալու։ Գոնե դավաճանած լինի։ Բայց որ ասեք պես։ Բանը, որ կարիերայով տարված տենչում էի ես համերգներս, այս համերգը, այն համերգը, այս երգը, այս տեսալվա։ Այս տղամարդը։ Մի խոսքով,
մի կերպ մենք համոզել ենք ընդհուպ միջև իրենք համոզվեցին վերջնականապես, երբ որ ես անձնագիրս պայուսակիս մեջ միշտ ման էի տալի։ Չէ, տեսան, որ ես իրենց երկրի չեմ, հայուհի եմ, մի խոսքով։ Թալինն էլ հանել էր պայուսակից իմ CD-ին։ Խոպ, նայեն, չգիտեմ իրանց։ Դուետ չունի։ Արազ դարի հետ է դուետ, բայց ամուսնացած չի։ Խոպ, պրոդյուսեր չունի, իր ուժերով է ասել ամեն ինչ, իր ուժերով։ Որ ես պայուսակ հարմար է, Արազ դարի դուետի։ Հիշում ենք։ Արազ դարի դուետ, մենակ երկել է։ Մի խոսքով, որ անձնագիրս այդ CD-ն էլ տեսան, դե արդեն բան կներեք հազարները ուծուն։ Պարզ է, էթերի ջան ինչ ես մտածում։ Ես հավատում եմ այս բանը։ Հիմա ճիշտ է, շատ դետալներ կային, սենց առանց կաշկանդվելու բան, կամ շատ պրոֆեսիոնալ։ Հավատում ես մի խոսքով դու։ Չէ, ես միանշանակ հավատում եմ։ Սիլվա ջան, բազմաթիվ ինչ էր Արարատ Մարզավան, հա, ճիշտ է։ Արարատ Մարզավան։ Մարզավան, Հյուս, Արարատ Մարզավան։ Տեստեղ կա, այնտեղ ճիշտ է եղել եք դու, ճիշտ է պատում։ Դե այն որ հայերի շրջանում կարողանում ես առանց գլխաշորի ման Սիմոն գալ։ էքսպերտոտ է։ Այո, հոգեբանական հասմիկի։ Երգչուհիները բոլորն էլ հոգեբան են դառնում ընթացքում։ Եկեք համաձայնենք։ Բայց ինձ թվում է երևի ճիշտ է այս Ճիշտ է։ պատմությունը։ Ես էլ եմ կարծում, որ ճիշտ է ու շատ հաճելի է, որ նա չի քարկոծվել եւ այսօր այստեղ նստած է։ Այո։ Քանի որ նա քարկոծեին, հողը կլստեին, վրային հողը թեթևլիների դեպ, մենք Հասմիկ Կարապետյան չէինք ուներա եւ այսօր այսպեսի զվարճալի հաղորդում չեր անցնի։ Մենք կարծում ենք, որ այս պատմությունը ճիշտ է եւ դու հազիվ ես, մազապուրծ ես եղել։ Ու ինչ որ իմ այդ պատմությունը քարկոծվելուց։ Դա շուտ լինի, կարա շուտ լինի։ Ճիշտ է, հավատում ենք։ Ձեր վերջնական պատասխանն է։ Այո։ Հիմա ես սկսեմ պրոբլեմ։ Լավ։ Սիրելիներս, այս գեղեցիկ պատմությունը սուտ է։ Այո։ Արգոտնեց։ Ասենց ասեմ, միասնական Ամեն Գերացս կարող եք խմել։ Հասմիկ ջան ապրեք։ Բրավո։ Եթե անկեղծ ես հաճախում եմ արդեն թաթերական խմբակ, արդեն կես ամիս է, մի քիչ ոնց որ թե առաջացել։ Վերջում Բան ասեմ, անկեղծ ասեմ, կեսից որ պտտվեցի, տեսա սուտ է, ինձ թվաց սխալ են դրել։ հա Այդ կարգի։ Բրավո։ ապրես։ Շատ համոզիչ է։ Շատ ապրես։ Մեր գործընկերն է Mobile Center ընկերությունը, որը բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ամենամեծ ցանցն է Հայաստանում։ Հանդիսանալով Samsung, Nokia, Apple եւ այլ հանրահայտ ապրանքանիշների պաշտոնական ներկրողը Հայաստանում, Mobile Center-ը հաճախորդներին առաջարկում է միայն որակյալ ապրանք, տրամադրելով պաշտոնական երաշխիք անմիջապես արտադրողից։ Եթե դու չունես այդքան էլ լավ ճաշակ, այդքան էլ տենց ուղիղ լավ չի աշխատում։ Էթերի պես։ Ինչպես։ Բարի լավ ճաշակ չունի։ Իհարկե, սիրուն ակտիվացա։ Իդեպ, եթե չունես էթերի պես լավ ճաշակ, կարող ես Mobile Center-ից գնել նվերքարտ եւ հնարավորություն տալ նվիրատուն, ում որ նվիրում ես դու ավելի ճիշտ, նվերաստացողը էլի, նվերստացողը ինքը ընտրի իր նվերը Mobile Center-ից։ Այս ինչ լավ Մտահաղացում։ Շատ լավ է։ այլ կարգի։ Շատ լավ։ Ես գոհ եմ, ես ուզում եմ Ճիշտ մարդու ես ասում, գիտես որ քեզ է նվերը գալու, հա։ Այո, ես էթերի ջան, ինձ խնդրում եմ կուղարկես, Հասմիկ ջան, դու նվերքարտ ունես իմ կողմից Mobile Center-ից։ Շատ 1000 շնորհակալ եմ։ դրամի։ Կարդամ։ Որոշ ժամանակ ես վախենում էի մարդկանցից, միշտ թաքնվում էի, որ ինձ ոչ ոք չտեսնի։ Տարիքը։ Տարիքը ինքը միշտ մի տենց 8-9 տարեկան է։ 8 լավ։ Ահա, որտեղ փողոցի մարդիկ գալիս են դեպի քեզ, ինչ ես անում։ Այդպես իմ տեղը մտածելը քեզ թույլ է տալիս, որ սխալ բաներ ասես։ Ոչ, փողոցի մարդիկ չէ։ Առհասարակ։ Թողեք շարունակեմ հարգելի ասմիկ։ Ես ձեր պատմության ընթացքում չէի չանա-չանա Սկզբում խոսում։ լավ էլ չանա-չանա եք անում, լավ։ Մենք իրավունք ունենք։ Ուրեմն մեր տուն երբ մարդ էր գալիս, իսկ մեր տունը բազմամարդ էր միշտ, հյուրընկալ էին մեր տանեցիները, ապրում էր հայրս, հորեղբայրս, մեծ ընտանիք էր, ինքը դեն ժամանակ հիշում ենք բոլորը միասին էին ապրում, ուրախ, հարսները իրար ֆշացնել, 7 հոգով սեղան էիք նստում։ Այո, նստում ենք, ես կատաստրոֆիկ միջև այդ նշեցի այդ տարիքը ամաչում էի մարդկանցից։ Մեր տունը մարդ էր գալիս, հյուրեր էին գալիս, հայրիկի ընկերները, հորեղբորս ընկերները, նույնիսկ բարեկամներ, ես թաքնվում էի
եւ ինձ ժամերով չէին գտնում, թաքնվում էի բազմոցի տակ, թաքնվում էի պահարանի տակ, Բազմոցի։ բազմոցի, այո, Հազիվ ավելը մտնում ատակեր։ Չէ, ժողովուրդ, այն ժամանակ չէ, սովետի դեպի խասամի, չէ, բայց դու չէ, ԽՍՀՄ ժամանակների Եղել է որ բարձր ինչ բան էին ավելով ուզում հանեին, քեզ էին միամիտ հանում, արա էսի։ Ինքս մա հետո փոշեկուլով մագրելուց չէ, բայց այն ժամանակների բազմոցները, եթե հիշում եք, ինքը փայտից 7 տարեկանում ինչ ԽՍՀՄ։ Ժոր նիար բուջուր երեխա է, բայց իմը 7 չասեք, դե 6-ում էլ եմ մտել, 5-ում էլ եմ մտել, երկար շարունակվել է։ Երկու էպոխաների ընթացքում էլ դու բազմոցի տակ Մինչև այդ Բարթույթը հաղթահարել եմ, հա, այնտեղ կար պահարան ունեինք, պահարանի տակ էի թաքնվում։ Պահարանի տակ։ Ավելի բարակ տեղեր ես ասում։ Չէ, այ, պահարանի տակ է, բայց պահարանի տակ ինքը հետևի կողմից պահարանը ունենում է ոտքեր ինչ որտեղ, որ այսքան Որ այսքան բարձալում ու երևում է բոլոր տեղերից որ տակ երեխա։ Չէ, ոնց կարա երևա, եթե նայ։ Ոնց կարա չէ, այս պահարանի չափն է։ Չէ, այս սրա չափի։ Ես ցույց եմ տալիս, այս սրա կեսի չափով սենց տեղ է։ Դրա տակ կոշիկները չի մտնի։ Ու հիմա չէ, այն ժամանակ։ Հիմա չէ, բուջուր երեխա եմ եղել ես այս մի թիկա։ Ինչ ես համոզում ես, անենարա դու իմ։ Գալիս էին անցնում են, հայրիկս անցնում են, ինչ։ Պոնչո չէ։ Պոնչո չէ, ես պոնչո չեմ եղել։ Նիարը։ Պահարանացու էր լրիվ։ Չէ, ֆակտում է այդտեղ մենք ունենք իդեպ պահոց, որը բնականաբար այն ժամանակ հաճախ ասում ենք ճուլան, ճուլանում էի պահկվում։ Այդտեղ կարող էր, այո։ Նաև ես հիմա լոկացիաներն եմ ասում, որտեղ եմ պահկվել, դուք հարցնում եք, բայց տան դուրս չէի գալիս։ Ու նույնիսկ տանեցիները նույնիսկ բղավում էին բնականաբար Ռոբերտ ուրա Ռոբերտ ես լսելով ձայները Ռոբերտն է թթու բերետերից որ ինձ հանելու են եւ տանեն հյուրերի մոտ դու պարզապես չեն տանելու վատ բան անեն կոմպոտ ես հա փախտում է չէ ամաչում է անկեղծ եմ ասում ամաչում է Հարազատ հոպարից չէ հարազատ հոպարից չէ հարազատ հոպարը մեր հետ էր ապրում հյուրերի եկող հյուրեր կարող քերից գար քերից ամաչում էիր հա ամաչում էի նայ որ բարեկամներ եկան, որ դու արդեն 8 տարեկան էր ու դուս եկար, չասին արեսի ով է։ Էլի, որ միշտ պահկված է։ Մեծ իջոր տղա է, մոտավորապես արդեն դեպի բեղեր գնալ։ 8 տարեկանը մեծ է, տեսնես 8 տարեկան։ Ոչ, եթե երեխուն չես տեսել, երբեք 8-ը շատ մեծ է։ Դուս է գալիս ես փոշով։ Մեր տարիների մի րոպե, Սիլվան ճիշտ ասում, մեր տարիների 8-ը 3 տարեկանոտ էր։ Տեցա վերջանում ես պատմությունը։ Չէ, բայց Սիլվա ջան, հիմա նայ, բարեկամները որ միշտ գիտեն, որ այդ տունը երեխա կա Ռոբ անունով։ Չէ՞ դուս գալի Ռոբը։ 8 տարիա չկա։ Ապա Ռոբերտիկը դուրս չէր գալի, Ռոբը չէ, նախ Ռոբերտիկը։ Ռոբերտիկը չկա։ Ասում են ուրա դասում են դիվանի տակաբան մի տեղ կլինի, էլի բան մի արեք։ Չէ, բայց եղել է դեպքեր, մի րոպե, նաև մեկ էլ 8 տարեկանում գալիս է Ռոբը կա։ Չէ, բայց դու քեզ տես բանում։ Ուզում եմ խցկվի, ոնց որ մեջքից տեսնեմ, որ գլխով սենց առաջ է դնում, չի կարող մտնի։ Տակը։ Մեջքից բռնում են, անում են, ասում են էս է Ռոբը։ Չէ, նայ։ Չի պահ։ 8-ից հետո չի պահ։ Դու չես փրկում, կարող ես ուտել։ Չէ, գարես, լսի, անկեղծ ասում եմ քեզ։ Եղել էր դեպքեր, որ բնականաբար տանեցիները նույնիսկ անհանգստանում էին, որ կարող է տնից դուրս եմ եկել փախել են, արդեն խառնվում էին իրար, գտնում էին, հանում էին։ Եղել է դեպքեր, որ պարտվել եմ ես եւ տարել են ինձ, չեմ ասում։ Բայց հիմա ինչ է եղել, որ տարել են։ Ոչ մի բան ինչ պետք է լինի։ Ինչ ես վախում։ Ես բայց եմ ասում, Վարդուտի խեղճ երեխա է։ Կարծում ես Ռոբի պատմությունը ճիշտ է թե ոչ։ Ուй։ Համաձայն եմ, դժվար է։ Շատ գիտես ինչ է, շատ բանալ իստորիա։ Մտածելու տեղ չկա։ Այս անգլերենը սպանում է այս աղջիկը։ The banal story։ Շատ սենց բան է, էլի սենց։ Խնդրում եմ որոշում կայացրու, այլ ոչ թե վիրավորի։ Չէ, չեմ վիրավորում, Ջանիկս, ուղղակի։ Քրաշիկս։ Ոյ մոմոջոն գորոքնեք։ Հա, դժվար է։ Ես կարծում եմ ճիշտ է։ Դու կարծում ես ճիշտ է։ Այո։ Այս մի անգամից պատասխան։ Մասը մարդը ճում ես գիտի Ասում ասել։ որ ճիշտ է։ Իսկ դու ինչ ես կարծում։ Այս քնով գալիս էր դերտուն գնում էր, մտնում էր։ Մեծ մասը։ Մեծ մասը։ Հիմա ուզում եմ ասեմ քուրս, բայց ինձ թույլ չեմ տալի, որ ինձ ասեց այ Չէ, բայց Ես աղբերը ինքը քեզ նշանակում է ախպերական, տղամարդ աղջիկ։ Չէ, այդ արտահայտությունը չեմ սիրում ես։ Ես է չեմ սիրում։ Չեմ սիրում տղամարդ Ես է չեմ արտահայտությունը, չսիրածս Գերի էլի արտահայտությունը։ Իրոպե, ֆլամենկոս եկա։ Բայց ֆլամենկո բարի, էլի, это лето кастаньет, давай, на лазурном побережье։ Մամա ջան, էս բան։ Լավ, Անի ջան։ Ես Գարիկը մտածի։ Հա, ես հակառակվեմ։ Ես հակառակ։ Հակառակ ես սիրում եմ, որ Գարիկը տանջվում է։ Ինքը պետք է։ Տանջենք քեզ Գարմիկի։ Լսի, չէի ցանկանա, բայց եթե այդ ուղղությամբ է շարժում, թող լինի այդպես։
Կարևորը շարժվի։ Տեր իմ Աստված, դե չեմ պատկերացնում Ռոբը սենց Ասում եմ նոր եմ բացվել, հասս նոր եմ բացվել։ Ազիզ։ Okay, այս պատմությունը Մի քիչ շատ եմ նույնիսկ բացվել, Սուտ է։ էլ մի բան չի։ Սուտ է այս պատմությունը։ Դու ասում ես ճիշտ է։ Ես համաձայն եմ քեզ հետ։ Ես էլ կարծում եմ, որ այս պատմությունը ճիշտ է։ Դու ունես այս տարօրինակ փոշոտ բաներ, էլի։ Ինչա, տարօրինակ ինչ։ Իջացավ դա, չէ, ուղղակի։ Իսկ իրականում Հասմիկ ջան, ես երբեք այս հաղորդման շրջանակներում չեմ խաբում։ Իսկ այս պատմությունը ճիշտ է։ Այո։ Այո։ ապրես, լավ գոնե մի քիչ սենց իզյում ինկա մտցրեցի։ Չէ, վիտամինի սկզբից 32 ատոմի սկզբից տես բան կա, որ մի անգամից ենք մտումներ, վազում։ Հա? Ասում հա են էլ։ Ասում հա։ Սառնարանի մեջ։ Պահարանի տակ։ Լավ, պրոստը մի տեսակ ինքը շատ սենց շպվող տղա է, էլի, դրա համար Հա, բայց չպատկերացրի։ ընդդեմ շփվում է։ Մտակից բարև ձեզ։ Գարիկ ջան, Ապահովա, պարզապես։ Լավ, պատմությունը կարտակ ձեր։ Շատ երկար պատմություն է։ Սիրով։ Առաջարկ եմ ստացել նկարահանվել իսրայելական սերիալում։ Օ, կասես ֆիլմը ինչի մասին է։ Ոստա ինչ որ սինոպսիսը, բնութագիրը կարճ։ Այո, հայ-իսրայելական պատմական ընկերության, որը կորսվել է։ Դու Բայց հիմա սա սոցիալական ծրագիրը կարևոր։ Ժանրը։ Դու ավելի թեթև սոլիկ ժանրի ներկայացուցիչ Իմ չես։ կերպարը շատ հումոր է, որտեղ ինքը պատմական ֆիլմ է, մենք այն անապատից մի քիչ հետո։ Թակավորի մեջը, թակավորի ծաղրացու ես խաղում մեջը։ Ես խաղում եմ հայ վաճառական։ Բայց հումորից վաճառական։ Լսի, ծիծաղալու կերպարա, որովհետև ես իմ քարավանով գնում եմ։ Անեկդոտներ ես վաճառում։ Ես իմ քարավանով գնում եմ։ Աբու Լալա Մահարին ես։ Չէ, էլի կան քարավան քշողներ։ Ես մենակ այդ кейսը գիտեմ մենակ, հետո։ Լսի, սա մոտավորապես 14-րդ դարի մասին է խոսքը, երբ որ Իսրայելը Երուսաղեմը պաշարված էր Սալադինների կողմից։ Եվ այդ ժամանակ ես քարավանով գնում եմ։ Դու վաճառական ես, բնականաբար քարավանի վրա ապրանքներ են։ Ինչ ապրանքներ, դա էլ կասես, էլի մատ խնդրում։ Կուժ Եվ հետո ապսեներ կա, կավից բաներ։ հայլի կա, հայլի, մուլտֆիլմի հայլին հետո կարավանի մեջ, հա։ Խալի կա, բայց նաև շատ սնունդ ունեմ, որտեվ երկար ճանապարհ ունեմ գնալու, էլի։ Ինչ է կուտով այդ 14-րդ դարի խնդրում մենյուն են հիմա մատ ասա։ Բայց 14-րդ դարի մատ մենյուն ասա, ինչ է։ Լոբեղեն այ մոտ, լոբազգիներ են հիմնականում։ Լոբիա ու իր բարեկամներ։ լոբն ու իր բարեկամները։ Գնում եմ եւ քանի որ պաշարված է Երուսաղեմը, ինձ կանգնացնում են արաբները եւ իմ սովորաբար կրա մենակով դուք պատկերացեք։ Բայց մենակով ուխտերով մի երկու հատ ապսե կճուճ հետը գնում է բրգի ես։ Ես կարամ հարց Բայց ինքը չի ասել մենակով։ Ես հարց ունեմ, դուք ընդունել եք այդ առաջարկը։ Այո։ Ռեժիսորի անունը կասես։ ասեմ։ Այ վայել եք ես պահելի։ Կտրում եմ ռեժիսորի անունը։ Եկեք վայելենք ես պահ։ Ասում եմ Թոմ, Թոմ։ ահա, Թոմ Ցուկերբերգ։ Լավ է, իսկ կողմարդ։ Չէ, Թոմ Ցուկերբերգ։ Բարձր լավակի։ Այ դու Ցուկերբերգը ինքը հրեայի ազգանուն հարմարացնեցի։ Ես էլի լացս գալիս ա ժողով։ Արա Թոմ Ցուկերբերգը։ Ինքը հայտնի ռեժիսոր է։ Շատ, կայքեր ունի, բան։ Աղբերը շատ հարուստ, Facebook-ին։ Այսինքն Թոմ Ցուկերբերգն, հա։ Լսի, բան, ռեժիսորի անունը չգիտեմ։ Սցենարն եմ կարդում, ստեղի production-ն ա ուղարկել, բան են կանում։ Այսպես աղորդ։ Մեր համար էլ է դժվար։ Բայց մենք դու կարաս։ Ուզում եթե կարասները ունեի իմիջայլը։ Լավ, եկեք մեկ մտածենք, էլի արդեն։ Բայց ամառն է, օգոստոսն է։ Հասկացա։ Սիլվա ջան, ինչ ես կարծում, սենց տարօրինակ առաջարկ ստացել է մեր եղբայրը։ Մենք ինչ համոզից
Համոզիչ չէ, այսինքն չես հավատում։ Ես քո ցավն էլ տանեմ։ Հիմա նայեք, իրական sense շատ բացահայտ սուտ է այս պատմությունը թվում, Մի շարունակի, բայց Գարիկին իմանալը, բայց Գարիկին իմանալը ինքը կարող այնքան sense վատ հատուկ պատմել, որ մենք sense իմանային Ես դες չեմ խափել։ Չեմ հավատում։ Դուք ինձ որ խափեք։ sense իմանայինք sense իբր սուտ է, բայց ինքը հատուկը տենց չեմ խառնել։ Բայց Ռոբ ավելի լավ կիմանա Գարիկին, քանի տարի։ Արա չեմ շփվում ես Սիլվա ջան իր հետ։ չէ։ Եթե քեզ թվում է, ես Մենակ իր հաղորդումների։ հետ ես գիտես, եթե իր հետ Ինքը առօրյա շատ վատ պատմեց, շատ սուտ պատմեց։ վերջերս մենք Կարա հատուկ տես պատմել։ Չէ, չի կարա։ Իդեպ տենց էս հաղորդման լուրջ եմ ասում, այս հաղորդման Ինչ ասել եմ, բառացի ճիշտ է, բացի Ցուկերբերգից։ Այո։ Կարա լինի։ Կարալինին բենդա։ Հաղորդման մեջ իրեք ես ու Գարիկը հիմնելուց գրել ենք, որ չի կարելի մոլորեցնել Բացի Ցուկերբերգից ինչ ասել եմ, տառացի։ Սիլվան չի հավատում, դու։ Ողում եմ։ Ես էլ չեմ հավատում, լավ։ Ես էլ չեմ Դու հավատում։ չես հավատում։ Ամեն չենք հավատում։ Դու սենց եմ նախ այդքան չկաս, որ դրսից քեզ առաջարկ ստանաս։ Այդ մասով ճիշտ ես։ Սուտ է։ Դե լավ։ Արամ անեմ էլի, մինչև չեմ բացել, ինչ ուզեմ կարող եմ։ Բայց ես պատմություն ենք կենել։ Ո՞ց իմացաք բայց որ սուտ է։ Խնդրում եմ, մի մորալում ես, մեկ միավ Որ շատ ուժեղ եք խաղում։ Եթե ես էլ տածուց եք խաղում, դու էլ, իդեպ դու էլ։ Բայց մի անգամ չեղես սուտ ասեմ, հավատակ որ սուտ։ Ասում է Տոմ Ցուկերբերգ։ Էլի Տոմ Ցուկերբերգը ծրտին։ Չէ, բայց ռեժիսորը ասացի որ կատակի ման։ Ռեժիսորը ասի ափսոս։ Ահան։ Ես կապ չունեմ, ոնց որ ստեղ չունեմ։ Հավա, չէ, ատրակցիոնը։ Դե ինչ լսենք Սիլվայի Սիլվա ջան, պատմությունը։ Սիլվա ջան զգուշորեն սուտ ալին։ վերցնեք, հասմիկի նման չվերցնեք, հովանեք։ Իմ երեխաներն ինձ համար օրորոցային են երգում, որ ես քնեմ։ Մի հատ նկարագրի, էլի։ Երեխեք իմ քնելու ժամն է։ Դասերը վերջ ասեք իմ քնելու ժամն է։ Բայց ինքը չի ասում, երեխեքն է ասում։ Մամջաները գնա քնի արդեն։ Ո՞նց է տենց լինում։ Ինչի երեխեքը քնած չեն, երբ որ դու բարգում ես քնելու։ Որովհետև իրանք Գարիկ ջան պարտադիր սպասում են մինչև մաման գա տուն։ Մաման եկավ տուն, դա նորմալ է։ Կապ չունի, իրանք պետքա քնեն, թե ես քնեմ, պարտադիր իրանք պետքա սպասեն մինչև մաման գա տուն, նոր, չեն ենթարկվում։ Քանի տարեկան են երեխաները։ 5 եւ 2։ Նորմալ է որ սպասում մաման գա տուն։ Որովհետև մամաներս չեն տենում։ Իրանք մամային քնաստում են, հետո լվացքն են անում։ Նոր իրանք կնում են երեխեքը։ Այդ նպատակասլաց սպասում են, որ երկեն օրորոցային, հենց էտա։ Այո։ Հետո Ես մաման գալիս գալիս է եմ տուն։ հոգնած, բնականաբար։ Դե մամաների կյանքը գիտես, Հաշճան, միշտ Էն էլ ոնց Գիտեմ, գիտեմ, հոգնած բայց գալիս եմ։ լացս ինչից է։ Սարի պես աղջիկ է, չէ՞։ Լրիվ։ Որն են երգում, որ Հետո? օրացայինը։ Երգում են, հեսա ասեմ, որը։ Ես քնած է լինում, ինքը չի հիշում։ Այն երգերը, որոնք Շարունակենք, ես էլի, բայց։ փոքր ժամանակվանից երգել եմ։ Աչուկներն են Մեր կապույտ։ Մեր կապույտ այդ փոխել եմ արել։ Աչուկներն են մեր կապույտ եւ գիշերի Մաքսիմում հենց ասանում մաման չքնի։ Կարևորը այն է, որ օրինակ Միլան թեկուզ հորինում է բառերը, բայց ինքը Հա, բայց երաշտական աղջիկ է։ հա, երաշտակ։ Քնում եք։ Հա, ես Քնում ես չեմ դու։ կարա չքնեմ։ Իսկ երեխաները հետո ոնց են քնում։ Խորը Ո՞վ է քնացնում Հետո ինչ են Դե անում։ Ճաշոտ բաներ երեխաները են։ Ով գիտի։ հա, ով գիտի թե ոնց են քնում, բայց իրանք Էդ իմ գործը չի ցավը տանեմ, ես երեխա ունեմ, թող իրանք իրաց Ես տիրություն եկել անեն։ եմ տուն, իմ պետք է երգեն, ես քնեմ։ Ջան, քեզ դու Բուջուրս, բայց վերջի տողերն է ասում, ասենք չգիտեմ։ Բեք վոկալն է բուջուրը։ Լե։ Թեն։ Հա, այդ վերջավորությունն է։ Ինքը ամեն չի, այն թե կարևորը տեմպը պահում է, էլի։ Բեք վոկալ է։ Հա։ Լսի, իսկ կարևոր երեխեք արտասում են, որ գնաս գործի։ Բա նախաճաշը դրած է Չէ, լինում արդեն իրանք են քնած լինում շատ խորը, Գարջան, որովհետև մարդիկ գործ են անում։ Ամբողջ գիշեր աշխատաշը։ Երկել են քնեմ։ Ոնց ես պատկերացնում շուտելն են, արդեն ես Պահածոներ են փակել, զակատ են արել, լոբի են մաքրել։ Կիսատ դասերն են լրացրել, որ չիմանա դասը։ Ալա, ինչ եք կարծում։ Սիլվային քնացնում են Այսպես երեխաները։ հոգատար բալիկներ ունեմ։ Շատ հոգատար։ Այո։ Սուպեր հոգատար։ Ես կարծում եմ սուտ եմ։ Մայր։ Մայր։ Մայր հոգեբանուհի։ Ահա, չէ։
Հավատում ես այս պատմության թե ոչ։ Չես հավատում։ Դու էլ չես հավատում։ Ես էլ չեմ հավատում։ Մենք կարծում ենք այս պատմությունը սուտ է կամ անարդար ճշմարտություն։ Երեխաք ունենաք կիմանաք։ Ում ես ասում։ Եվ այս պատմությունը սուտ է։ Սուտ է։ Այո։ Ռոբերտ։ Սնգացրեց մի ամիսը, դե։ Բայց լավ է, ես աստեղ չեմ։ Ես ճիշտն ասած, որ այսքան է խափել կարողացա, ես իմ վրա զարմացա։ Չէ, բայց շատ լավ է, շատ լավ դու Իրականում ես вообще չեմ կարողանում։ Չէ, լավ իդեալական գնացել։ 3-1 Պարտվում ենք։ Պարտվում ենք, Բարեկամներ։ բայց չմտածեք։ Դեռ ունենք շանս։ Մենք իհարկե ունենք շանս։ Անի ջան, խնդրում եմ։ Վիրահատության ժամանակ շփոթել եմ եւ քթի փոխարեն վիրահատել եմ պացիենտի ականջները։ Իսկ այս պատմությունը ճիշտ է։ Բայց մի վարքյան, ես ուզում եմ հարցնեմ, ոնց կարա դա լինի։ Գալիս է մի անգամից այցելուն, արդեն պարկում է օպերացիոն սեղանի վրա, դու չգիտես ինչ պետք է վիրահատես։ Ուրեմն, Չէ։ լինում է չի լինում։ Այո։ Մտնում եմ վիրահատարան, դե արդեն պատրաստած են լինում, վիրահատական սեղանը պատրաստ է, բուժքույրը պատրաստ է վիրահատությանը, ու հիվանդը արդեն ընդհանուր անզգայացման տակ է։ Այո։ Նարկոզ, այսպես կոչված։ Դե արդեն փակված է, բաց է միայն այն դաշտը, որտեղ ես աշխատելու եմ, ականջները։ Հա, քիթն էլ է փակած։ Հա, փակա, ամբողջությամբ փակա, բաց է միայն ականջները։ Այ դու չես շփոթել։ Ինչ կապ ունեմ ես։ Հա, ինչը բաց է կտրել է։ Պիտի գար պատմել բուժքույրը։ Մի խոսքով վիրահատում վերջացնում եմ ականջները։ Վիրահատում, բայց ո՞նց ես վիրահատում։ Ականջները։ Ինչ բայց պրոբլեմ կար։ Ճիշտ է, Լոշտակություն, այո։ Ոնց։ Ինքը լոշտակեր, բայց եկել է սիրուն քիթ օպերացիան, է։ Ասենք, բայց շատ սիրուն քթով եկել է, այսպես։ Բայց խնդրում եմ, էլի բժիշկ, քիթս մի հատ վիրահատեք։ Այսպես եկել է, բայց հաստատ քիթս։ Հա, ես քթի պրոբլեմ ունեմ։ Սենց։ Չկարողացա իրան համոզել, առանց իրա ցանկության տենց արեցի։ Տղամարդ էր թե կին։ Կիներ, աղջիկ էր։ Աղջիկ, հա։ Այո։ Հետո։ Մի խոսքով ականջները վիրատեցի, վերջացրեցի, հետո որ սավանները հանեցինք, տեսա դեմքը։ Ասում գրողը տան, ես աղջիկա ինչը պիտի վիրատեի։ Ես աղջիկա ականջները ինչու սիրուն Բայց ասրեցին։ ականջի ինչ հայցրեց։ Միջնապատես դժ ականջ։ Դուք բարձրեցիք։ Չէ, հետո հիշում եմ կոնսուլտացիան, որը եղել էր տենց մի ամիս առաջ։ Հիշում եմ, որ մենք այդ աղջիկա հետ քննարկել ենք, էլի, քիթը պիտի վիրահատենք, համ ականջները պետքա վիրահատենք, ինքը տենց հարցեր էր տալիս, համ քթից, համ ականջներից։ Ու այնպես է ստացվում, որոշում ենք այնպես, որ սկզբից պիտի անենք քիթը, հետո պիտի անենք ականջները։ Սաղին պլանները փչացրեց էսի, հա։ Պիտի անենք քիթը, հետո պիտի անենք ականջները։ Մի խոսքով, տենց վիրահատության ժամանակ մոռանում եմ ես այդ ամեն ինչը, վիրատում եմ ականջները։ Թվում է, որ ինքը լավ մասնագետ է իրանից, ես տենց եմ զգում, ու իմ ուղեղում չի տեղավորվում, որ լավ մասնագետը չի կարող իմանալ ուր է մտնում, ինչ պետք է վիրահատի անգամ։ Ես չեմ ոչինչ հավատում։ չասել։ Իմ կարտիքով սուտ Դու ասել ես։ Ես էլ եմ հավատում, որ նա լավ մասնագետ է, սա գիտեք ինչ ճնշում է, որովհետև եթե սա ճիշտ դուրս եկավ, մարդ չի գնա։ Բայց ես ասում եմ հիվանդը գոհ է եւ երջանիկ։ Գիտեք, ողջունում եմ Աննային ողջունում եմ։ Հիմա արդեն պտուտակներ է անում։ Պտուտակները դա ո՞ն է, կրուտիտն է, հասկացա։ Էթերին չի հավատում։ Սիլվա ջան, դու էլ շատ։ Ես էլ չեմ հավատում, որտեղ ունենալով պլաստիկ վիրաբույժ ընկերներ, իդեպ բարևում եմ Աշոտ Լյուդվիգովիչին եւ Հովանես Դու Ստամբոլցյանին։ Աշոտ Լյուդվիգովիչի պատմությունները լսել ես, ինքը ինչի էր հետ Աշոտ Լյուդվիգովիչը լուծը։ Մարտիկան երրորդ ռազմերի ոտքեր են Միևնույն է, մենք կարծում ենք, որ Անին մատների արանքով չեր մտնի վիրահատարան։ Այս պատմությունը սուտ է։ Եթե ճիշտ է, խնդրում եմ, այդպես աղջկա դեմքը հիշեք։ Քարկոծեք։ Սա մի դաժե ճիշտ է գրած, կողքի սուտը վերցրու, որ հայտարարք չլինի։ Այո, Եթե պացիենտը գոհ է, ապա այս պատմությունը կարևորը պացիենտը գոհ է, այո։ այս պատմությունը սուտ է։ Համ պացիենտն է գոհ, համ ես։ Իսկ այս պատմությունը ճիշտ է։ Այո, պացիենտը գոհ է։ Ես գոհ եմ։ Միավոր չստացար։ Շատ լավ նորություն ունեմ բոլոր նրանց համար, ովքեր ուր մտնում են Wi-Fi-ի password են հարցնում։ Ունենք չէ բոլորս էլ տենց ընկերներ, որ ուր մտնում են ասում են Wi-Fi-ի password-ը կասեք, այ օրինակ նման մարդկանց համար սա հրաշալի նորություն է, որտեղ մեր գործընկեր Viva-ի բաժանորդները կարող են արտասահմանում
ցանկացած Wi-Fi ցանցում գտնվելիս դեպի Հայաստան զանգերը կատարել իրենց ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագներով։ Այո, ընդհանրապես Wi-Fi password վերցնում եք եւ վերջ։ Wi-Fi calling է կոչվում այս ծառայությունը, իսկ գերարագ միացում ապահովող VoLTE տեխնոլոգիայի շնորհիվ ձայնն այնքան մաքուր է, Ռոբերտ, որ ցանկացած օպրես, կարող ես նույնիսկ գրկել եւ համբուրել զրուցակցին։ Այո, կարող ես նույնիսկ թողես ինքը հաշիվը փակի ու դու գնաս։ Այդքան մոտ է ձայնը։ Իմ Wi-Fi-ի սիրահար ընկեր։ Բրավո, բրավո, Viva Gari։ Մեր գործընկերոջը Viva-ին։ Ծանոթացնեմ երրորդ փուլի կանոններին։ Աղջիկներ, պետք է հաղթենք, պետք է անպայման այս փուլը հաղթենք։ Այս փուլում հայտնվում է երեկոյի կասկածելի հյուրը, ով կապ ունի մասնակիցներից մեկի հետ կամ ոչ մեկի հետ կապ չունի։ Ամեն մեկը մի պատմություն է պատմում, պետք է ընտրենք, կամ Գարիկի, կամ Անի, կամ Աշիկոյի ծանոթներն են, կամ ոչ։ Շնորհակալ եմ։ Մենք հիշում ենք։ Լավ զգացի։ Մենք հիշում ենք քո բարի մականունը, Աշիկո։ Վայ, միշտ ասեք հաս։ Այո։ Պետք է գուշակենք, այո։ Ճիշտ պատասխանը 3 միավոր է, բայց սխալ պատասխանի դեպքում միավորը գնում է մյուս թիմին։ Շատ որոշիչ։ Մենք եթե հաղթում ենք 4-3 հաշվով, իհարկե Սիլվա ջան, հաղթում ենք։ Մենք պետք է ամեն ինչ անենք։ Ոնց ամեն ինչ իհարկե կանենք, մանավանդ մենք Գոնե ունենք նիչյա լինեք։ ոչ 4, մեկին գոմանած 3 լինում է 4, հարգելի ասմիկ։ Լավ։ Եկեք ծափարություններով եւ աղմուկ աղաղակով, վաու, ասելով հրավիրենք կասկածելի հյուրին։ Բարև ձեզ։ Հասմիկ ջան, խնդրում եմ կարդացեք։ Հենց հիմա, պարոն Ռոբերտ Քրաշևիչ։ Քրաշովիչ։ Ռոբերտ Քրաշևիչ։ Տիկին Ռուզաննան, իմ առաջին երկրպագուն, ում մեջքին դաջած է իմ երկից տողեր։ Այ լավ։ Գարս։ Տիկին Ռուզաննան է իմ ռուսերենի ուսուցիչը, ում հետ առաջին անգամ փորձել եմ ծխել դպրոցի զուգարանում։ Կուրիչ, էլի, կուրիչ։ Տիկին Ռուզաննան է, մեր հարևանը, ես նրան կապել եմ իմ վրա եւ մենք թռել ենք զիպլայնով։ Հասկացա, Հասմիկ ջան, առաջին երկրպագուներից է, իսկ որ երկիդ տողերն է դաջված տիկին Ռուզաննայի մեջքին։ Իսկ դուք չեք կռահում։ Ես գնում, էդի, սիրե, բանը, դե թրջի, մի րոպե, դե թրջի կամի, Երկը ավելի սենց այս բեմ ապրես։ Ամեկ երկեր, անկեղ Այս բեմում։ գժվում եմ այդ երկի անում։ Այս բեմում իմ հուշերն են մեռնում։ Չեն մեռնում, ապրում։ Ես նկատում եմ այստեղ պարտվելու եք ես այդ։ Բայց շատ եմ սիրում։ Իրականում այդ երգը ավակ սերնդի ներկայացուցիչները շատ ավելի սիրում են, տիկին Ռուզաննան էլ իրենցից մեկն էր, շատ վաղուց գալիս էր իմ համերգներին, երգի պետական թատրոնից սկսած։ Բայց ինչ կա ծիծաղել, դες ծիծաղելու է։ Հա, ծիծաղելու։ Որ իմ համերգներին կարող էր տիկին Ռուզաննան գալ, Ռոբերտ Քրաշևիչ։ Ռոբերտ Քրաշովիչը դες մնաց, աշկան, կասես երբ է դաջվածքը արել, տենց Ուրեմն մի պահ կար, այսպես ծաղկե փնջով տիկին Ռուզաննան եկել էր, մենք խոսեցինք, ինքը ասեց, միջալեր շատ մոդեռն մտածելակերպով կին է ինքը։ Ասենք որ տարբեր սերունդներից ենք, դա դեռ ոչինչ չի նշանակում, ինձ ասեց Հասմիկ ջան, անենց կուզեի դու մի հատ սենց դաջված կանեիր։ Հիշում եք այդ օրը։ Ասեցի ինչի։ Բայց ինչի։ Լրություն։ Ասեցի, բայց ինձ դաջված, մի տեսակ ինձ թվում է պետք է հալ ես որ նայում եմ դաջված կող մարդկանց ուզում իրանց լողացնել։ Ոնց է այժմ շենյակա նու զգացողություն։ Լավ է ինքը սիրուն է, բայց ասեցի չէ, ես չէ, սենց այս լավ։ Այդ դեպքում ես քեզ մի լավ անակնկալ կանեմ։ Ու բացեցի։ Գնացիք այդ մեկ էլ ինչ որ ժամանակ հետո։ Որ թվականին էր դա։ Երգի պետական թատրոնի տարիներն էին 97-98։ Եկել ես պետք բան ասեմ, 97-98 թվականներին
Օրինակ տատու սալոններ երես միակ Նակոլկա էր, Գագոն Լիդիա։ տատու ինքը պետք է կամ Բերթումաներ կամ Զորամասու։ Բերթում չէ Լիդիայի մոտ։ Լիդիայի չկա, Լիդիան 2 տարեկան երեխա Ես է։ խոսում, Մոտ ինչ ես 97 թվականին Գագոն եւ Լիդիան 2 Միամիտ։ տարեկան երեխեք էին։ Հասկացա։ Գարիկ ջան, մենք հասմիկը parza, չէ՞ մեզ։ Գարիկ ջան, կասեք ռուսերենի ուսուցչուհին է ձեր։ Ռուզանա Սուրենովնան, Ահա։ Ծխել եք։ ծխել ենք զուգարանում, այո։ Բայց ինքը այսինքն ծխել է սովորացել, ինչ է, ոնց կարա ուսուցչուհին մանկավարժը ոնց կարա Մի հատ էլ երեխային։ ընթերցեմ, որ չսխալվես։ Ապա Առաջին անգամ փորձել եմ ծխել դպրոցի զուգարանում նրա հետ։ Այո։ Չի սովորացրել։ Հապես դրա հետ այսինքն մատ գարջա մատ կապնելու կա ապե։ Ոնց է։ Ես ուզում Ստվերային պատկերացնում ավելի։ Բոստվերային է բակում, եթե մանկավարժը Ռուզանա կներեք։ Սուրենովնան լավ ասում եմ։ Ռուզանա Սուրենովնան միջանցքով դասամիջոցին դասի ժամանակ միջանցքով պատտվում է, որտեղ իր դասը չի լինում։ Ես էլ տղաներից ողջևորված ովքեր որ դասամիջոցին սիգարետ ունեին ու ծխում էին, բայց ես ոնց որ չծխեցի, ոնց մի քիչ թուլություն ցույց տվեց, էլի, որ ասին կծխես, ասի չէ, բան, մի քիչ շատ ռզիկոտ եղավ այդ բանը, էլի։ Նայան զլոխոտ։ Բայց ոնց որ մեր Արսենից վերցեցի մի հատիկ, ասի դե թող մնա մոտս բան։ Ռուզանա Սուրենովնան ինձ տեսնում է, եւ խղճում է։ Ինքը շատ խիստ դասատու է, բայց առհասարակ խստություն ցույց չի տալիս։ Սենց վերցնում է ձեռքիցը սիգարետը, սենց դնում է շուրթը մոտ։ Смотри, Гарик. Смотри, учись, как надо курнуть. Вот так, браток, это Давай, попозывает. открой хлебало, Гарик. Как ты куришь, гнида? Սենց քաշմո ես ես սառս կպացեմ այդ պատին այդ միջանցքի ու զուգանի խաչմերուկում, սենց նայում եմ ոնց է Ռուզանա Սուրենովնան, սենց ասես քաշում է, սենց Սիգարետի կարիքումներ, էլի։ փչում է, Փչում էլ դեմքիդ։ արա ուր է փչում, չէ, դեմքից չէր փչում։ Ուտանի։ Ասում է, тебе нравится, ասում է Гарик։ Ասում եմ нет։ Ասում է, а мне тоже не нравится, Гарик։ Ոյ շոկ ուզում է դաստիարակի, հա, նույնիսկ ոնց որ իսկ չհանգցրես ճակատից։ Ինքը ավելի որտես կլներ դաստիարակչական բան։ Որտես հանգցներ ու այս սպին Սենց պատտեց, սենց մի քիչ շրտներ կոտ, սենց հետ տվեց, ասեց էս կվերջացնես ու սա կլինի վերջինը։ Ու սենց գնաց։ Ոչ էսի առակա, սենց ասեմ, լուրջ էսի Բայց առակա։ ազդել է վրես։ Էսի լուրջ եմ ասում, էսի առակա, նույնիսկ ես խորհուրդ կտամ քեզ մխիթար գոշի բարեկամներին գտնես ծախես էսի։ Դի ծախես, լուրջ եմ ասում։ Փորձեմ, հիմա շատ դժվար է, ողջույն չի առնում։ Խնդրում եմ, էսի որպես առակ, Հենա կոմանել ենք վաճառում մեկը, հա։ ասում եմ, էսի որպես առակ Ռուզաննա Սուրենովնան եւ Ավանակը վերնագրով կարող ես ծախել։ Հայկական առակներ։ Ծխող ավանակը։ Գարիկն էլա, չէ՞, բարձա եթերի։ Բարձա։ Անի ջան, Տիկին Ռուզաննանը մեր հարևան է։ Ես նրան կապել եմ իմ վրա եւ մենք թռել ենք զիպլայնով։ զիպլայնով թռել եք։ Այո։ Միասին, հա, միասին գնաց։ Մտածել եմ իրան, հա։ 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 Կդաշ կարանք չշարունակենք։ Իդե լավ դեպս ասել։ Հեշտ հաստատ չէր լինի։ Մի րոպե, զիպլայնը որտեղի զիպլայնը։ Դիլիջանի։ Դիլիջանի զիպլայնը երկուսով գրկած, որ այդ լճի վրայով գնում եք։ Այո։ Մոտիկ եք հարևանու հետ, հատուկ երկուսով եք գնացել, թե հարևան։ Քիփ են ես կասեմ։ Չէ, իրոք տներով եք գնացել, որպես այդ։ Ինքը անմիջապես մեր կողքի հարևանն է։ Այո։ Եվ մենք շատ մոտ ենք իրար։ Ով էր գնացել, բացի Տիկին Ռուզաննայից եւ ձեզանից էլ ով էր Տիկին եկել։ Ռուզաններ, բարեկամներն ու իմ մորաքրոջ աղջիկը, Տիկին Ռուզանը եւ իր աղջիկը։ Հա, ինքը ձիվիշի աղջիկներով, Տիկին Ռուզանայի աղջիկներ եք եկել։ Այո։ Բայց Տիկին Ռուզանան Ստելիկը, ով է։ երազանք ունեցել Կարինը։ բան։ Աջա։ Տիկին Ռուզանան տենց երազանք ունեցել զիպլայնում, ինչ Տիկին հետը Ռուզանը գնաց։ շատ վախենում է այդ թռչելուց, հա, շատ վախենում է։ Դրա համար այնտեղի այդ անձնակազմը ասաց, որ այսպես էլ կարող ենք անել, կարող եք երկուսով գնալ։ Հա, ինքը դուետ տարբերակով։ Հա, դու տարբերակով։ Այդպես, ես ասեցի, Կեսգին ես տարբերակով։ չեմ վախենում, էլի այնպես չի որ շատ եմ փորձել, բայց չեմ վախենում, կլինի Տիկին Ես շատ համոզեցիք Տիկին Ռուզաննային, թե Չէ, այդպես ինձ վստահելով ինձ, ասեց դե հա, որ հետս մարդ լինի չեմ վախենա։ որովհետև երկուսի դեպքում որ ընկնեիք լիճը, երկուսդ էիք գնում։ Հա, Գնում եք։ Պատասխանատվություն կար, էլի, մեծ պատասխանատվություն Մեծ կար։ պատասխանատվություն կար։ Դու ինչ ես կարծում։ Կամ ես շատ միամիտ եմ, կամ բացահայտ ես մտածում եմ, որ Անին։ Կամ իդեպ ոչ մեկի հետ կապ չունի, դա բացառում է։ Տարբերակ։ Բայց դա հաղորդում է։
Բայց այդ հաղորդումն է, դու գիտես որ ես Չէ, եկել։ որ տիկին Ռուզաննան եկավ, անի սենց ջեմ նայեց։ Հա, դու դա Ես էլ եմ ջերմնել։ Ես չգիտեմ, եթե պետքա մեկին ընտրենք, ասում եմ անի, Անի։ եթե կա տարբերակ օրինակ։ Չէ, դու պետք է քո կարծիքը ասա, մենք չենք ուզում ճնշում գործադրենք Ես օրինակ չգիտեի, որ կարա նենց լինի, որ ոչ մեկի մեջ Բայց ուր ես եկել։ Կարա լինի։ Կարա Կարա լինի։ լինի բենդա։ Ինձ թվում է անի։ Անին, հասկացա, հարգելի Սիլվա, դուք ինչ եք կարծում։ Բայց շատ ռուսերենի դասադուի դեմք ունի։ Դա конечно։ Այդ ինչ բալա, բայց շաբլոբա ռուս։ Պատմությունը շատ ամոթալի է, բայց նաև դաստիարակչական է։ Ես ռուսաբան, իմ ռուսերի դասատու, իմ ես էլի է բան, իմ ռուսերի դասատուն անկեղծ ատատա կաներ ինձ, ատատա։ Իմը, բայց կարող է գարկը։ Հայրենի դասատուներն են աթաթա, Հայրենի ռուսերենիները չէ։ Հայրենի դասատուն ինձ թվում է բանի այդ պեյպոյի հետ մի անգամ իսկ կմտներ, դուն ծխում ես ռուբիր, դուն ծխում ես բակո սրտի բուրաթը, Ահա, այտենց մի այդ բան։ սուգարետը շուպուրտի, շուպուրտի, սունդուկյանական է էլի ավելի շատ։ Սուգարետը մուծրու։ Բայց որ կա նաև որ ոչ մեկի հետ։ Լավ, անին, ես էլ անին Անի։ ընտրեմ, հա։ Դու էլ ես անին։ Բայց կարող է ոչ մեկի հետ իրոք։ Կարա, ես լուրջ եմ ասում։ Հոմերաշք է։ Համենաշիկ մենք սենց ասա, նույնիսկ եթե պարտվենք, նույնիսկ մենք է պարտվենք, մենք Բոլորով ենք մեղավոր այո, մենք բոլորով ենք մեղավոր Պետք է լինելու։ բոլորով պատասխան տանք դրա։ Բոլորով, այո, պետք է Դրանք պատասխան։ դուրս կծխեք մի հատ այսպես Այո։ ներված։ Մենք կարծում ենք, որ Ուզանա Սոնովյան կգա ու նույն պատմությունը կանի ձեզ։ Հասկացա։ Այն ժամանակ գլխներիդ կտա։ որ լուրջ եմ ասում, ես Այդ տուփը այդ Այդ կարա։ մենք կարծում ենք, ես միանում եմ, ուզում եմ համերաշխ լինի։ Այսօրվա մեր թիմը համերաշխության Ընկերովի մահի մասին է։ Այո, ընկերովի մահը, ընկերուհի մահը հարսանիք է բնականաբար։ Գիտենք, Դուք ուզում եմ այսօր կարծում եք։ համերաշխության կակավը մեր ձեռքում է այսօր։ Մենք կարծում ենք, որ նույնիսկ եթե սխալվեմ, ես ձեր հետ մնալու եմ այս ճահճում։ Մենք կարծում ենք, որ Տիկին Ռուզաննան անի հարևանուհին է եւ նրանք շատ լավ ժամանակ են անցկացրել Պարզ լճի զիփ լայնում։ Ասենք, ժողովուրդ գեղեցիկ։ Զելիտիկին Ռուզաննա, խնդրեմ որպեսզի դուք վերցեք խոսափողը եւ ասեք Եվ ասեք, ում որ հյուրն ոչ եք մեկի դուք։ հետ կապ չունեք։ Իրականում ես Ռուզաննան եմ։ Եվ ես ոչ մի կապ չունեմ ոչ Զարամ ենք այս մոտիկներով։ ոչինչ։ Այո։ Ոչ լավ եկեք ծափար, Տիկին Ռուզաննան կներեք։ Տիկին Ռուզաննային փայլու խաղի համար, որ նա խաղաց ռուսաց լեզվի դասատուի հայաց, բայց զիպլայնով թռչող։ Այո, ամեն ինչ խաղաց, նա խաղաց։ Հա։ Այո, Իմը չկար։ Համաձայն եմ, ես էլ ասեմ քնած էի պատմում այդ պատմությունը։ եկեք ծափարին եւ շնորհակալություն հայտեք Տիկին Ռուզաննային, շնորհակալություն։ Ռուզաննա։ Շնորհակալություն Տիկին Ստեսյուն, շնորհակալություն, ես գամ հաշիվը փոխեմ, չէ, լավն է, լավ խաղաց Տիկին Ռուզաննան։ Տիկին Ռուզաննան Ջան, Անի ջան, Անի ջան, ապրես։ ցածած ես։ Այսի ճիշտ օպերացիա էր էս։ Դեսի օպերացիա լուրջ եմ ասես, օպերացիա արգո է նույնիսկ, կամ Վալկիրիա։ Ահն։ Շատ ոտ խաղացի։ Իրոք է, ես ուզում եմ ասեմ, Կարևոր մասնակցություն։ կարևորը ուրեմն լսեք աղջիկներ, մենք պարտվեցինք, բայց մենք առողջ ենք։ Իսկ մենք չէ։ Ես նրանց մասին ինֆորմացիա, ախտորոշում, հիվանդ են։ ես ախտորոշում ունեմ նրանց։ Մենք միասին ենք, խնդրում եմ, երբեք չվհատվեք, դուք իմ քույրերն եք, եւ դուք մտածելու բան չունեք։ Մենք պարտվեցինք հաշվով, բայց կյանքով հաղթել ենք բոլորին։ Այսպեսի թատերական ամառ, սիրելի հասմիկ։ Շնորհակալ ենք մեր սիրելի հյուրերին, շնորհակալ ենք հանդիսատեսին եւ հեռուստադիտողին, կասկածելի երեկոների եթերում կհանդիպենք հաջորդ շաբաթ։